հետ տանել պաստառը, որ հետևի կանգնածներին չխանգարի տեսնել։ Սիրելի ժողովուրդ, վերջին 5 տարիները չեմ թաքցնի, շատ դժվար են եղել մեզ համար։ Մենք մեր գլխավոր խոստումը խաղաղություն բերելը դարձրել ենք մեր ամենօրյա աշխատանքը։ Եվ այդ ընթացքում մեզ ինչ ասես ասել են։ Մեզ վիրավորել են, հայոյել են, անվանարկել են, մեղադրել են, սադրել են, ինչ ասես արել են։ Բայց մենք մեր նպատակին հասել ենք։ Եվ հասել ենք այդ թվում հաջորդ հրետորի ջանքերի շնորհիվ, որ այդ ամբողջ ընթացքում շանթարգելի պես իր վրա է վերցրել քննադատությունների, վիրավորանքների մի մեծ մաս, բայց չի ազնվել եւ ամեն կերպ առաջ է տարել մեզ խոսքը։ Մեզ ձեզ բոլորիս անընդհատ համոզել է, որ այո, խաղաղությունը հնարավոր է։ Ելույթ կունենա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիրելի ժողովուրդ, բարև ձեզ։ Սիրելի ժողովուրդ, իմ շատ սիրելի Երևան, ողջունում եմ ձեզ։ Ես ողջունում եմ նաև Ռուսաստանի Դաշնությունից եւ այլ երկրներից Հայաստան այս օրերին ժամանած մեր հայրենակիցներին։ Բարի գալուստ, ազատ, շատ ազատ, անկախ, երբևիցե այսպես անկախ չեղած Հայաստանի Հանրապետություն, իսկ ամենակարևորը, բարի գալուստ, խաղաղ Հայաստանի Հանրապետություն։ Սիրելի ժողովուրդ, նայեք բանավեճը։ Ես չկարողացա, եթե անկեղծ, բայց պետք է ասեմ, որ այսքան քարոզարշավ եմ տեսել եւ երբևիցե այսքան ստոր եւ ստահոդ խոսակցությունների ներկա չեմ եղել որևիցե ընտրություններից առաջ։ Ինչը տարօրինակ չի։ Եկեք հասկանանք ով է մասնակցում այս ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցականների հետ, ով քաղաքականություն մտնելուց առաջ ըստ հայտնի ձայնագրության համաձայնություն էր խնդրում օտար երկրապետությունից։ Բարգավաճ Հայաստանը, ում երկրորդ համարը լրտեսության եւ պետական դավաճանության համար այս պահին կասկածվում է եւ գտնվում է բանտում։ Իսկ ցուցակում կան մարդիկ, ովքեր ուղիղ աշխատավարձ են ստանում օտար երկրյա կազմակերպություններից։ Եվ եւս մի եռագլխի մաս Սերժ Սարգսյանը, այո, ուժեղ Հայաստան կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանը, որին այս հրապարակը մերժել է։ Հիմա այդ ամեն ինչը համեմել են ՖՍԲ-ի աշխատակցով եւ փորձում են մեզ նորից խաբել։ Հա, մոռացա, մեկ էլ մի հատ փոքրիկ պոչ կա, թաթիկներով պոչ, բայց լավ, դրա մասին հետո, բայց կա նաև լավը այս քարոզարշավի մեջ։ Սիրելի հայրենակիցներ, այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես եւ մեր ընկերները եղանք բոլոր մարզերում եւ մենք ձեզ տվեցինք մեր սրտերը։ Ի պատասխան մենք ստացանք ձեր ժպիտները, ձեր վստահությունը։ 2021 թվականին այս հրապարակում ես իմ ելույթը սկսեցի մի արտահայտությունով։ Ասի ժողովուրդ, էս ինչ արեցիք դուք, որովհետև 2021 թվականին իր ընտրությամբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քանդեց մեծ աշխարհաքաղաքական պլաններ եւ տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Հիմա սիրելի ժողովուրդ, մեզ մնում է մի բան, ընդամենը մի բան, մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը եւ այն ժառանգենք մեր երեխաներին։
Եվ եզրափակելով ես մի առաջարկ ունեմ։ Եկեք 5 տարի անց այս հրապարակում այնպես բացականչենք Նիկոլ Վարչապետ, որ այդ ձայնը հասնի Կոտայքի առանձնատուն, Քոչարյանի քարանձավ, նույնիսկ մինչև Կալուգա հասնի։ Եվ ուրեմն Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, հաջորդ հռետորը ազգային ժողովում պարբերաբար քաղաքական 18+ տեսարաններ է բեմադրում։ Նա օլիգարխների խղճուկ պատգամավորներին պարբերաբար մերկացնում է ճամփում։ Այժմ ելույթ կունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նաեւ վարչության անդամ։ Ողջույն սիրելի ժողովուրդ։ Սիրելի հայրենակիցներ, նախորդ մեկ ամիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մենք շրջեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքներով եւ գյուղերով, հանդիպեցինք ձեզ հետ եւ ձեզանից շատերից մեզ ամենաշատը ասված պատգամներից մեկը հետևյալն էր. հանկարծ մեզ թևաթափ չանեք։ Սիրելի ժողովուրդ, ես հիմա ուզում եմ Հայաստանի կենտրոնական հրապարակից ասել, որ դուք եք մեր թևերը։ Դուք եք մեր թևերը, դուք եք Հայաստանի թևերը, եւ Հայաստանը ձեզանով է ապրում։ Եվ հունիսի 7-ին ընտրական տեղամասեր գնալով դուք թև եք տալու Հայաստանին եւ Հայաստանը թևածելու է ձեր շնորհիվ։ Սիրելի ժողովուրդ, օրեր առաջ այս հրապարակում տեղի ունեցավ մի չտեսնված եղկելի անբարոյական քաղաքական ակտ։ Կալուգացի օլիգարխի թիմը, որ նոր ու գիշեր մեզ մեղադրում է 300,000 ադրբեջանցիներ բերելու կեղծ թեզով, Հայաստանի կենտրոնական հրապարակում